Աշկես բումբումի Ժպիտը կոտակի տոտաները բումբումի Սիրո լծրուսը տերը դու ամենքի Սիրո լծրուսը տերը ամենքի Սիրո լծրուսը տերը դու ամենքի Բարև ձեզ սիրելի երեխաներ, նորից մենք նարնջագույն փղիկ թագավորությունում ենք։ Այսօր մեզ հյուր է եկել Արսենը եւ իհարկե Մոնիկան, ինչպես միշտ։ Բարև Արսեն։ Բարև։ Ինչպես ես։ Լավ։ Այսօր Մոնիկա, ես ու Արսենը քեզ պետք է սովորեցնենք եւ մեր հեռուստադիտողներին ինչպես կարելի է պատրաստել ապակե նախշ։ Մեզ հարկավոր է էսկիզ։ Այս դեպքում մենք պետք է նկարենք արև։ Արևը, մեր էսկիզը տեղադրում ենք սովորական ֆայլի մեջ։ Եվ սկսում ենք կոնտուրով, այսինքն եզրագծող նյութով եզրագծել մեր արևը։ Նախ եւ առաջ եզրագծելուց հետո պետք է մեր արևիկի թևիկները, այս դեպքում շողիկները պետք է ներկենք տարբեր ներկերով, բայց քանի որ մեր արևը պետք է ապակու վրա լինի, իրեն օգնում է եզրագծող նյութը, որ կպչող լինի։ Իր մեջ սոսինձը ավելի շատ է, քան ներկերի մեջ։ Նախապես պետք է եզրագծենք եզրագծող նյութով, հետո նոր ներկերով լցնենք։ Իսկ հիմա ինձ կօգնի Արսենը այս ամենը շարունակելու համար։ Արսենը պետք է շատ նրբությամբ եզրագծի մեր արևի եզրերը։ Իսկ դա դժվար է։ Գիտես ինչ, այդքան էլ դժվար չէ։ Միայն պետք է հմուտ լինել, համբերատար եւ իհարկե գործը սիրով սկսել, որովհետեւ յուրաքանչյուր գործ եթե սիրով ես անում, ապա հրաշալի է ստացվում։ Իսկ Արսենը այս ամենի վարպետն է, երեխաներ։ Արսենը սիրում է ապակե նախշեր անել ու ինքը բազմաթիվ ապակե նախշեր ունի իրենց տունը փակցրած։ Իհարկե Արսենը արդեն ավարտին է հասնում, մի քանի եզրագծեր եւ արդեն սկսելու ենք ներկելու գործընթացը, որը ավելի քան հաճելի է, քան եզրագծելը։ Արսեն, ուզում ես մի փոքր ես քեզ օգնեմ, որպեսզի ավարտին հասցնենք եւ Մոնիկային ցուցադրեմ, թե ինչպես ենք սկսելու արդեն ներկելը։ Ինչպես պիտի ներկենք։ Հիմա ես Մոնիկային եւ ձեզ կբացատրեմ, թե ինչպես պետք է ներկենք։ Նախ եւ առաջ նկարը հանում ենք, որտեղ մեզ արդեն ինքը հարկավոր չէ։ Մեր նկարը պատրաստ է։ Խնդրեմ, փոքրիկներ։ Իսկ հիմա պետք է սկսենք գունավորել։ Իսկ գունավորում ենք այս հրաշք ներկերով, որոնք կոչվում են ապակե ներկեր։ Ուրեմն վերցնում ենք ներկերը, այս դեպքում դեղինը։ Ես կառաջարկեմ Արսեն դեղինով ներկես դեմքը մեր արևիկի։ Եվ մի փոքր ես ցուցադրեմ երեխաներին։ Ներկը լցնելուց հետո վերցնում ենք չոփիկները եւ համերաշխորեն ներկում, համերաշխորեն, շատ զգուշ, այնպես որ սև գծիկները չծածկենք։ Մոնիկա ջան, խնդրում եմ ինձ փոխանցի մանուշակագույն ներկը, այո։ Կլցնենք մանուշակագույնը եւ այնուհետեւ կտարածենք, որպեսզի նախշերով ստացվի։ Հիմա արագ-արագ պետք է տարածենք, քանի դեռ մեր ներկը չի չորացել։ Եվ անգամ խառնվելու դեպքում երեխաներ ավելի քան գեղեցիկ է ստացվում, քան միագույն ներկերով։ Ես սիրում եմ խառնուրդներ անել, իսկ դուք սիրում եք ներկեր խառնել։ Այո, ես շատ եմ սիրում։ Իսկ ով օրինակ կասի նարնջագույն գույնը ինչպես ենք ստանում, որ գույնը խառնուրդից, ինչպես։ Կարմիր եւ դեղին։ Ճիշտ է ասում, իսկ դու գիտես, որ գույնը պետք է շատ վերցնենք, որ գույնը քիչ։ Կարմիրը քիչ, դեղինը շատ։ Ճիշտ է ասում Մոնիկան, նարնջագույնը ստանում ենք փոքրիկ կարմիրից եւ շատ դեղինից։ Իսկ հիմա խնդրում եմ Արսեն ինձ փոխանցի սպիտակ գույնը, ես արագ-արագ մի քանի տեղ նորից եզրագծելով ապակե ներկը լցնեմ։ Այնուհետև նորից չոփիկով տարածում եւ ընտրում մեկ այլ գույն։ Իսկ հիմա Արսենը ինձ կօգնի
այս ընթացքում կվերցնեմ երկու երկնագույն գույները, իսկ Մոնիկա ուզում եմ ասեմ, մեր մոտ հրաշքներն իրականություն են դառնում, այսինքն կան ներկեր, որոնց մեջ փայլիկներ կան, իսկ փայլիկներն երևում են միայն չորանալուց հետո։ Հիմա նորից կեզրագծենք այս մի հատվածը երկնագույնով, որը առանց փայլ է, իսկ Արսենը փայլիկով երկնագույնը գրեցնի կենտրոնում։ Խնդրեմ Արսեն։ Այս ընթացքում մենք պետք է սպիտակով աչուկները ներկենք։ Սա կբացի։ Իհարկե, սա հենց այն փայլիկներով հրաշք ներկերից է։ Երեխաներ, ես կարծում եմ, մեր արևիկը արդեն պատրաստ է։ Երբ մեկ օր հետո ներկերը չորանան, մենք արդեն կարող ենք մեր արևիկը պոկել ֆայլի վրայից։ Ես դա ձեզ ցույց կտամ հիմա, ինձ կօգնի Արսենը իհարկե։ Մեկ օր հետո, ահա նա այսպիսի տեսք ունի մեր արևը։ Իրեն պետք է շատ զգուշությամբ, հերթականությամբ պոկել մեր Արսենի պատրաստած արևը եւ փակցնել, որտեղ ցանկանում ենք։ Կարող ենք ապակու վրա փակցնել, կարող ենք հայլու վրա փակցնել, կարող ենք անգամ, նայեք երեխաներ, այսպես դնել կահույքի վրա եւ թաթիկով մի փոքր շոյել եւ նա շատ լավ կկպնի։ Կարծում եք գեղեցիկ է։ Այո, ես նույնպես կպատրաստեմ սիրելի փոքրիկներ եւ հույս ունեմ, որ շատ գեղեցիկ կստացվի։ Ես վստահ եմ, որ Մոնիկայի մոտ շատ լավ կստացվի եւ կարծում եմ փոքրիկներ ջան, ձեզ մոտ էլ շատ լավ կստացվի, որտեղ բավականին հեշտ էր աշխատանքը։ Այսպիսով մենք ավարտեցինք եւս մեկ հրաշք հաղորդում։ Կարծում եմ ձեզ դուր եկավ, սիրելի երեխաներ, իսկ իմ օգնականների հետ միասին ձեզ կասենք մնացեք բարով։ Տեսություն։ Հաջողություն։ Սիրելի փոքրիկ հեռուստադիտող բարեկամներ, կրկին բում-բումիկ խոհանոցում ենք։ Մոռացել եմ ամփոփ բարոմբում։ Ուշադրություն, բոլորս միասին ասում ենք կախարդական խոսքերը։ Բաբա, բեբե, բու։ Բարև ձեզ իմ թանկագին բարեկամներ, ձեր անունը։ Լաննա։ Լան, իսկ դու իմ հրաշագործ մորքրիկների անուն է։ Իլոնա, փոքրիկ հրեշտակ։ Իսկ որտեղ ես դուք հայտնվեցիք իմ թագավորությունում։ Մենք դիտում էինք հեռուստացույց եւ իմ բալիկը որոշեց, որպեսզի գա ձեզ օգնի ձեր խոհանոցում որևիցե մի լավ բան պատրաստի։ Տեսա՞ք, հրաշքները իրականանում են։ Իսկ ինչ եք այսօր մեկ պատրաստելու։ Հայ! Աղանդեր։ Աղանդեր, իսկ ինչ եք պատրաստելու, ոչինչ չկա։ Ոչինչ չկա, իսկ ինչ ենք անելու։ Բարոմբում, չէ՞ որ դուք հրաշագործ եք եւ մենք հիմա ամեն ինչ կունենանք մեզ մոտ։ Ձեր օգնությամբ։ Ճիշտ է ասում մայրիկը։ Հիմա կտեսնեք իսկական հրաշագործություն։ Իսկ ինչ է մեզ անհրաժեշտ, հա։ Մեզ անհրաժեշտ է կաթնաշոր։ Կաթնաշոր, մեկ վարկյալ։ Չամիչ։ Շաքարավազ։ Շաքարավազ։ Զամբյուղիկներ։ Զամբյուղիկներ։ Կաթնային սերուցք։ Սերուցք։ Եվ մորի։ Եվ մորի։ Հիմա կտեսնեք կաթնաշոր։ Ահա, կաթնաշորը։ Չամիչ։ Շաքարավազ։ Շաքարավազ։ Զամբյուղիկներ։ Զամբյուղիկներ։ Կաթնային սերուցք։ Կաթնային սերուցք։ Եվ մորի։ Եվ ամենը ինչ մեզ անհրաժեշտ է, ճիշտ կատարեցի հրաշագործությունները։ Խաղալություն բարոմբում ենք։ Սկսեցինք։ Համեղ է, պետք է ուտեմ, հա։ Ուտեմ։ Դեռ ոչ, բարոմբում։ Լցնում ենք չամիչը։ Սկզբից վերցնում ենք կաթնաշորը։ Կաթնաշորը։ Լցնում ենք այստեղ։ Ինչ գեղեցիկ է ստացվում։ Լցնում ենք կաթնաշորը։ Իսկ սիրելի մայրիկ, իմ հրաշագործ փոքրիկը ձեզ տանը օգնում է։ Այո, իհարկե, նա բոլոր հարցերում ինձ օգնում է։
Ոայ դու կեցես։ Իսկ քանի տարեկան ես իմ հրաշագործս։ 5 տարեկան։ Ոայ դու կեցես։ Իսկ որ մեծանաս ինչ մասնագիտություն ես ընտրելու։ Բժշկուհի։ Իսկ ինչի համար ես որոշել դառնալ բժշկուհի։ Որ սրսկեմ և բուժեմ մարդկանց։ Ոայ կեցես, որ սրսկեմ և բուժեմ մարդկանց։ Իսկ ինչու ես այսպես անում, հա։ Իսկ ինչու ենք այսպես անում, հա։ Որպեսզի մենք շաքարավազ լցնենք։ Հա։ Անե դու շաքարավազն ենք ավելացնելու։ Ավելացնենք։ Օգնեք։ Բավական է։ Ահա, կեցես իմ փոքրիկ բարեկամ։ Կաթնաշորը օգտակար է և առողջարար է։ Դրա համար ես որոշել եմ կաթնաշորով պատմել։ Ապագա բժշկուհի օգտակար է, հա, հիշեք, կաթնաշորը օգտակար է և առողջարար։ Շարունակենք։ Մենք ավելացնում ենք չամիք, չէ։ Իհարկե սիրելի մայրիկի օգնեք իմ փոքրիկ։ Ահա։ Բավական է։ Պատրաստ է։ Կարող եք ուտել։ Դեռ ոչ։ Այնքան գեղեցիկ տեսք ունի, որ ես շտապում եմ։ Պետք է ուտեմ։ Կարող եմ ուտել։ Պատրաստ չի կարելի ուտել։ Դեռ ոչ, պատրաստ, պարոն Բում։ Շարունակենք։ Հիմա լցնում ենք զամբյուղիկների մեջ։ Թույլ կտակ ես էլ ձեզ օգնեմ։ Իհարկե, պարոն։ Վերցնում ենք գդալը։ Վերցնում ենք զամբյուղը։ Դեռ պատրաստ չի կարելի հապես։ Քիչ մնաց։ Շարունակենք ուտել մեզ, գնացինք։ Ստացվում է ինձ մոտ։ Շատ գեղեցիկ է։ Ոայ դու կեցես։ Գիտես, ես Իտալիայում Լյուդովիկոս 5-րդի մոտ աշխատում եմ որպես խոհարար, շեֆ խոհարար եւ այնպիսի գեղեցիկ համեղ ուտելիքներ եմ պատրաստում, բոլորն ուղղակի բելա, սենյորա, հիացածին։ պատրաստ է, կարող եք ուտել։ Դեռ ոչ։ Նա ավելի շատ եմ խնդրում, մեկ հատ կարող եմ ուտել։ Դեռ պետք է ավելացնենք Ավելացնենք ինչ։ մորին։ Մորին, իսկ որտեղ ենք ավելացնելու մորին։ Իսկ քանի հատիկ մորի պետք է դնենք այստեղ։ 3։ Վայ, ուր գնաց պարոն Բումը։ Սուրան անհետացավ։ Այսօր անհետացավ։ Կանչենք նրան։ Կանչենք։ Պարոն Բում։ Ես այստեղ եմ, ես ոչ մի տեղ եմ չէի գնացել։ Դուք եկաք։ Մենք դե շատ կարոտեցինք, չէ՞ Իլոնա։ Անկեղծ ասած ես գնացել եմ Աֆրիկա, հենց նոր վերադարձա։ Ես ոչինչ էլ չեմ կերել, հա։ Անփերատար սպասում եմ, երբ է պատրաստ լինելու մեր այս գեղեցիկ ուտեստը։ Պարոն Բում։ Ջանաբ։ Ահա։ Այ կատնայի սերուցքը։ Միասին կապարենք։ Բավական է։ Այո։ Բավական է։ Այո։ Բավական է։ Պարոն Բումը։ Նա փորձում էր մեզ օգնել, բայց հակառակը ստացվեց Իլոնա ջան։ Մենք հիմա կշտկենք եւ կփորձենք հյուրասիրել։ Եվ այսպես, պարոն Բում, մեր աղանդերը արդեն պատրաստ է, կարող եք հյուրասիրվել։ Ես այստեղ եմ։
տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր, տարեդարձ է, տարեդարձ է, տարեդարձ է այսօր։ Այս գեղեցիկ աղաները մենք պատրաստեցինք բոլոր նրանց համար, ում ծննդյան օրն է այսօր, շնորհավոր։ Շատ շնորհակալություն իմ փոքրիկ հրաշագործ բարեկամ, շատ շնորհակալություն գեղեցիկ աղայի համար։ Բոմբոմիկ շոու